Ֆիլադելֆիայի հյուսիսարևելքում բժշկական տարհանման ինքնաթիռ է վթարի ենթարկվել օդային շտապօգնության ընկերությունը, որին պատկանում էր կործանված ինքնաթիռը, հայտարարել է, որ ինքնաթիռում եղել են անձնակազմի 4 անդամներ, մանկական բաժանմունքի 1 բուժառու եւ ուղեկցորդը։ Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ մի քանի տուն ու մեքենա է այրվել, 2 ժամ անց հրդեհը մարվել է։ Ինքնաթիռը տեղափոխելիս է եղել մեքսիկացի աղջնակի, ով բուժվում էր վտանգավոր հիվանդությունից։ Ինքնաթիռի կործանման պատճառները դեռ հայտնի չեն։ ԶԼՄ-ների հաղորդմամբ աղետի պահին եղել է սառը եւ անձրևոտ եղանակ, տեսանելիություն։ Հունվարի 31-ի երեկոյան ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի վրա, ինչի հետևանքով 7 մարդ վիրավորվել է, իսկ պատմական շենքերը վնասվել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հավելել է, որ հարձակման էպիկենտրոնում եղել են նաև նորվեգացի դիվանագետները։ Հրթիռակոծության հետևանքով վնասվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանվող տարածքում գտնվող մի քանի շենք, այդ թվում 4 թանգարան, պատմական Բրիստոլ հյուրանոցը, որը կառուցվել է 19-րդ դարի վերջին։ Զելենսկին Օդեսայի պատմական կենտրոնի ռուսական գնդակոծությունն անվանել է բացարձակ կանխամտածված հարված։ Ներկայումս պարզվում են հարձակման հանգամանքները, հարուցվել է քրեական գործ ռազմական հանցագործությունների հոդվածով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև պատերազմը մտել է փակուղի, նշելով, որ պատերազմից տուժում են եւ ուկրաինացիները եւ ռուսները։ Պետքարտուղարն ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակն է դադարեցնել հակամարտությունը եւ հասնել կայուն խաղաղության։ Ռուբիոն կարծում է, որ դրա համար անհրաժեշտ է սկսել բանակցություններ, որոնցում երկու կողմերն էլ պետք է ինչ-որ բան զոհաբերեն։ Լրագրող Մեգան Քելիին տված հարցազրույցում Մարկո Ռուբիոն ընդգծելով, որ Պուտինը սարսափելի բաներ է արել, ասել է. «Պետք է գիտակցել, որ Ուկրաինան չի կարողանա Ռուսաստանին, նրան հետ մղելով մինչև 1991 թվականի սահմանները։ Նա նշել է, որ Ուկրաինան 100 տարի հետ է շպրտվել, էներգահամակարգը ավերված է եւ ինչ-որ մեկը պետք է վճարի այս ամբողջ վերական գնման համար, հաշվի առնելով այն փաստը, որ շատ ուկրաինացիներ լքել են երկիրը։ Դրանք կարող են երբեք չվերադառնալ», ասել է նա։ Սիրիայում Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Ահմեդ Ալ-Շարան նշանակվել է այդ երկրի ժամանակավոր նախագահ, իսկ այժմ զբաղեցնում է անցումային նախագահի պաշտոնը։ Անդրադառնալով անցումային նախագահի պաշտոնում կատարվելիք այլ երկրների այցերին, նա նշել է, որ Սաուդյան Արաբիա այցից հետո կմեկնի Թուրքիա եւ կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի թվում է լինելու ահաբեկչական կազմակերպություն որակվող Քուրդիստանի բանվորական կուսակցության եւ Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի հարցը։ Թուրքական իշխանական լրատվամիջոցներից մեկը գրել է, որ Ահմեդ Ալ-Շարան 15 օրից այնպիսի մի գործողություն կանի, որը մեծ աղմուկ կբարձրացնի։ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ մաքսատուրքերի բարձրացման դեպքում Կանադան պատրաստ է պատասխան քայլերի։ Մենք չենք նահանջի, եթե Կանադայի դեմ մաքսատուրքեր սահմանվեն, մենք չենք հանգստանա, քանի դեռ այդ որոշումը չի չեղարկվել։ Պատասխանի բոլոր հնարավորությունները դիտարկվում են։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարի 1-ից պատրաստ է 25% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի եւ Կանադայի նկատմամբ, որպես պատասխան այդ երկրների անօրինական միգրանտների եւ թմրանյութերի ներհոսքին։